Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Հայ-իրանական բանակցություններ տարածաշրջանի անվտանգության թեմայով, անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Հավասարությունը դեպի կենտրոն։ Ինչպես է 7 տարում 3 պատերազմի միջով անցած իշխանությունը բարեփոխելու բանակը եւ զորակոչի գործընթացը։ 7 տարվա ընթացքում իրեն չի հաջողվել հաստորեն փակել սողանցները, նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները։ Ռուսները Կիև կմտնեին 5 ժամում, եթե Պուտինն իր տանկերով չխրվեր ցեխի մեջ։ Ով է խաղաղության գլխավոր խոչընդոտ ըստ Թրամփի։ Սկանդալ Եվրատեսիլում հրեա հեռուստամեկնաբանը հայերին վիրավորելու նպատակ չի ունեցել, արձագանք Երուսաղեմից։ Եվ թանգարանները բացում են դռները, ինչ է առաջարկվում մշակութասեր հանրությանը թանգարանների գիշերվա շրջանակում։ Սկսենք հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների մանրամասներից։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ Հայաստանի կառավարության ջանքերը։ Կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանի անվտանգության իրավիճակին, ընդգծվել է կայուն եւ հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն Իրանում է աշխատանքային այցով մասնակցելու Թեհրանի երկխոսություն 2025 ֆորումին։ Հայաստանի ընդդիմությունը լուրջ ռիսկեր է տեսնում բանակը բարեփոխելու իշխանության տեսլականի հետևում ու վտանգը միայն փողով զինծառայությունից խուսափել նորինականացնելու մեջ չէ, ինչն ըստ ՔՊ-ի քաղաքական հակառակորդների սոցիալական բևեռացում է առաջացնելու։ Ավելի խորքային խնդիր կարող է լինել ապագայում այնպիսի զինված ուժեր ձևավորելը, որը մարտական լուրջ խնդիրներ լուծելու կարողություն չի ունենա։ Մտահոգության առարկա են նաև ըստ էության պատերազմող երկրում զինծառայության ժամկետի կրճատման խոսակցությունները, թեև սա ընդդիմության ներկայացուցիչների խոսքով ավելի շատ նախընտրական հնարք է 2026-ի ամռանն ընդառաջ։ Զորակոչվողների միայն 30-ից 40%-ն է անցնում պարտադիր զինվորական ծառայության։ Պատկերը փոխելու համար իշխող ուժը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Հեղինակը Հայկ Սարգսյանն է։ Պատգամավորը կարծում է, որ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից ժամկետի երկարության, տարածաշրջանի անվտանգության եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի դիտարկմամբ զինված ուժերի ապագայի վերաբերյալ իշխանության խոսույթը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա։ Ստացվել է այնպես, որ իշխանությունը ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է տալիս առայն, որ 7 տարվա ընթացքում իրեն չի հաջողվել հաստորեն փակել սողանցները, նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները, ինչի հետևանքով նաև զորակոչի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, տարբեր մարդիկ տարբեր հիմքերով կամ տարբեր պատրվակով ազատում են զինվորական ծառայությունից եւ այլն։ 2020-ից 24 թվականներին Հայաստանի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Մեկնում են երկրից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում։ 2010-ից 24 թվականների ընթացքում զորակոչից խուսափելու հոդվածով 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով։ Այսինքն շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Բացի այդ, բանակից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի փաստաթղթեր են պատրաստվում։ Որ զինվորների թիվն ավելանա, ծառայությունն էլ գրավիչ լինի, Հայկ Սարգսյանն առաջարկում է կլորիկ գումարի դիմաց 2 տարի չծառայելու հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Հիմա փողով բանակից ազատվելու հնարավորություն ունեն պարտադիր ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած տղաները։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Տիգրան Աբրահամյանն իշխանության այս մոտեցումն անընդունելի է համարում։ Ստացվում է սողանցքներից օգտվող մարդկանց առաջարկվում է գումարն ուղղել պետական բյուջե։ Սա վատագույն տարբերակն է,
այս ճանապարհը ընտրելու, հատկապես հաշվառելով, որ սա մենք խոսում ենք զինված ուժերի մասին, սա զուտ ինչ-որ պետական կառույց չէ, ինչ-որ թղթաբանության հետ կապված հարցեր չէ, որոնք արագացնելու, դանդաղացնելու հետ կապված որևէ գործելավոճ է ընտրվում։ Մենք խոսում ենք զինված ուժերի մասին, մարդկանց մասնակցության մասին, մարդկանց մոտ պարտքի զգացումի մասին։ Արդյոք անարդարություն չի առաջանում, ստացվում է ծառայելու են նրանք, ովքեր չունեն գումար։ Հայկ Սարգսյանը վստահ է, ճիշտ հակառակ խնդիրն է լուծվում։ Վերականգնվում է սոցիալական անհավասարությունը, ընդդիմադիր падգամավորը հակառակ դիրքորոշումն ունի։ Նախ սա բերելու է սոցիալական բևեռացմանը, առավել ընդգծելու աղքատների եւ հարուստների։ Չեմ ուզում ասել, որ յուրաքանչյուր ոք, ով որ կունենա հնարավորություն այդ գումարը վճարելու, ինքը անպայման կօգտվի օրինակ այդ ծրագրից։ Մարդիկ կնեն, որոնք չեն օգտվել։ Բայց մեծ առումով մարդկանց այդ տարանջատումը, այսինքն սոցիալական հիմքից ելնելով, բնականաբար ինքը երթին բերելու է բազմաթիվ խնդիրների։ Հաջորդ տարի կքննարկվի նաև պարտադիր զինվորական ծառայության 2 տարին 1.5 դարձնելու հարցը։ Իշխանությունը փակագծերն ավելի լայն չի բացում։ Ես չեմ կարծում, թե մեր այսօրվա սպառնալիքների եւ առասարակ այսօրվա զինված ուժերի համարարվածության պայմաններում մենք նաև հնարավորություն ունենք կես տարով կրճատելու։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ նախընտրական բնույթի հայտարարություն է, որը մի անգամ արդեն 21 թվականին օգտագործվել է եւ հիմա էլ հանրությանը փորձում են ցույց տալ, որ մեր իշխանության մնալը կամ վերարտադրվելը հետագայում բերելու է նաև զինվորական ծառայության ժամկետների կրճատմանը։ Զինված ուժերին վերաբերող նոր նախագիծն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստերում, թե ինչպիսին կլինի պաշտպանության նախարարության տեսակետը կներկայացվի հենց նիստերի ընթացքում։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Միացյալ Նահանգների նախագահը դեռևս հավատում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնության գալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Սրանով հանդերձ Թրամփը զգուշացրել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, իր վարչակազմը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Fox News-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն է խաղաղության գլխավոր խոչընդոտը, Թրամփը մատնացույց է արել Զելենսկուն եւ ասել, որ նա չունի հաղթաթուղթ եւ պետք է հասկանա, որ գործ ունի հսկայական բանակի հետ։ Եթե Պուտինն իր տանկերով ցեխի մեջ չխրվեր, նրանք Կիևում կլինեին 5 ժամում, հայտարարել է Թրամփը։ I think we'll do it fast too. I think Putin is tired of this whole thing. Ես միշտ զգացել եմ, որ առանց ինձ հանդիպում չի կարող լինել, քանի որ չեմ կարծում, որ համաձայնությունը կհաջողվի։ Երկու կողմում էլ կա շատ մեծ ատելություն։ Շուտով մտադիր եմ հանդիպել Պուտինի հետ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Կարծում եմ մենք համաձայնության կհասնենք։ Այնպես որ պետք է հանդիպենք եւ կարծում եմ հավանաբար կպլանավորենք դա։ Պուտինը պատրաստ է բանակցել։ Նա սեղանի շուրջ է, չնայած բանակցությունների ժամանակ ֆիզիկապես ներկա չի եղել։ Նա ուզում էր այս հանդիպումը։ Կարծում եմ Պուտինը հոգնել է այս պատերազմից, թեև փորձում է հակառակը ցույց տալ։ Իսկ Զելենսկու հետ ես ծանր խոսակցություն ունեցա, քանի որ ինձ դուր չեկան նրա ասածները։ Ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի, դա ճշմարտություն է։ Կրեմլը կտեղեկացնի, եթե Պուտինը եւ Թրամփը նպատակահարմար համարեն հեռախոսազրույց ունենալ, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի խոսնակը նաեւ նշել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը հնարավոր է, եթե երկրների պատվիրակությունները որոշակի համաձայնությունների հասնեն։ Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել հրադադարի պայմանների ցանկերը, այս ուղղությամբ աշխատանք է ընթանում։ Պեսկովի խոսքով առաջին բանը, որ պետք է անել, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելն է, ներառյալ գերիների փոխանակումը 1000-ի դիմաց սկզբունքով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն այսօր զանգել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին։ Լավրովն ու Ռուբիոն կարծիքներ են փոխանակել նախորդին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների փոխանակման եւ հրադադարի հասնելու անհրաժեշտ պայմանների վերաբերյալ կողմերի պատրաստած համաձայնագրերը։ Լավրովն ընդգծել է Միացյալ Նահանգների դրական դերը, որի ջանքերով Կիևը վերջապես ընդունել է Ռուսաստանի նախագահի առաջարկը վերսկսելու բանակցությունները Ստամբուլում։ Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հետագայում եւս աջակցել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ Ուկրաինայում իրավիճակը չի հանդարտվում, կան նոր զոհեր։ Կիևը հայտնում է, որ Սումիի մարզի Բելոպոլիե քաղաքի մոտակայքում քաղաքացիական ավտոբուսի վրա ռուսական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Սումիի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Պայթեցված մեքենայում արգելափակված զոհերի մարմինները փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայով։
Իսրայելական ուժերը հազարավոր պաղեստինցիների հրամայել են լքել Գազայի հյուսիսային հատվածը։ Ցախալի օդային հարվածների հետևանքով նշված տարածքում զոհվել է առնվազն 115 մարդ։ Գազայի հյուսիսային հատվածի Բեյթ Լահիա շրջանի պաղեստինցիները երեկ լքել են տները, իրենց հետ վերցնելով անհրաժեշտ իրերը։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով 5-շաբթի կեսօրից ի վեր Գազայում տեղահանվել է ավելի քան 19,000 պաղեստինցի։ Այսօր առավոտյան տարածած արաբերեն հաղորդագրության մեջ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է Գիդեոնի կառքերը անվանումով գործողության սկզբնական փուլը, որպես նպատակ է հռչակված իսրայելցի պատանդների ազատ արձակումը եւ Համասի վերջնական ջախջախումը։ Չհեռանալով Իսրայելից անցնենք հաջորդ թեմային, որը սկանդալի է վերածվել Երուսաղեմի հայության համար։ Պատճառը Եվրատեսիլի ժամանակ ուղիղ եթերում հրեա հեռուստամեկնաբանի ոչ կոռեկտ արտահայտությունն է հայերի եւ Սուրբ քաղաքում հայության 1600 տարվա ներկայության մասին։ Հայ համայնքը իսրայելցի հաղորդավարի անպատեհ մեկնաբանության համար պարզաբանում է պահանջել եւ ստացել պատասխան, որ Երուսաղեմի հայկական թաղամասի վերաբերյալ ռեպլիկը ընդամենը հումոր է եղել, հեռու հայերին վիրավորելու նպատակից։ Մեղայականի մանրամասները եւ Երուսաղեմի հայ համայնքի արձագանքը Հերմինե Ղարիբյանն է պարզել։ Չստացված հումոր, թե հայերին թիրախավորելու, վիրավորելու փորձ։ Եվրատեսիլում հայ պատվիրակի ելույթից հետո Իսրայելի քան 11 հեռուստաալիքի հաղորդավար Ասաֆ Լիբերմանի խայթոցներն անհամ ու չափից դուրս սուր են ստացվում, դառնալով սկանդալի պատճառ։ במאמין שלכם, אנחנו נתנו רוב השלם בירושלים. הוא מרגיש סרווייבר, מה אנחנו מרגיש אחרי השיר הזה? Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվել ենք այս մարդկանց, ասում է հեռուստամեկնաբանը, առանց խորանալու պատմության ու դետալների մեջ։ Երուսաղեմի հայ համայնքը պահանջել է ներողություն խնդրել, շեշտելով, որ թույլ չեն տա խաթարել պատմական ճշմարտությունն ու վիրավորել ազգին անհիմն ռասիստական հայտարարություններով։ Փրկենք հայկական թաղամասը շարժումը հայտարարությամբ դիմել է Իսրայելի հանրային հեռարձակողին, պահանջելով հերքել աղմկահարույց պնդումը։ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի տրվել։ Այն կառուցվել, պահպանվել եւ մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում եւ Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի եւ յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգեվոր, մշակութային եւ պատմական կյանքում։ Հաղորդավարը պոստֆակտում արդարացել է, թե հայերին վիրավորելու նպատակ չի ունեցել, զուտ ժանրի կանոններով փորձել է զվարճացնել հանդիսատեսին։ Ստացվել է այն, ինչ ստացվել է։ Լիբերմանն ուղիղ տեքստով ներողություն չի խնդրել հայերից։ Ավելին հրապարակել է Հայաստանի մասնակից պարգի լուսանկարն Իսրայելի դրոշով եւ գրել. «Նա մեր եղբայրն է»։ Փրկենք հայկական թաղամասը շարժման անդամները հիշեցնում են, հայկական թաղամասը համայնքների եւ կրոնների համակեցության համագործակցության խորհրդանիշ է։ Նկատի առնելով այս վերջի դարիների խնդիրները, որ ունենք, ճնշումները, որ գործադրվին հայ համայնքի թեմ եւ այլն, բավականին անհամ մեկնաբանություն էր։ Ինձ թվաց դեղեցությունները այդքան չուներ հաղորդավարը, թե մեկնաբանողը։ Բարձ է, որ եթե մենք այդպիսի արտահայտություններ ունենայինք, եթե ալգադագով լիներ նույնիսկ, բավականին մեծ ճնշումներ ու կենտարկվեինք։ Այնպես որ անդեղի էր, պետք չէ դեղի ունենար, պետք է հրաբարագային ավելի հստակ ներողություն խնդրվի ընկերության կողմից նույնիսկ։ Երուսաղեմի հայերը վերջին տարիներին աննահանջ պայքարի մեջ են։ Իսրայելում փորձում են հայերից խլել կովերի պարտեզ կոչվող կալվածքը։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները պնդում են, սա պարզապես տարածք չէ, սա հայկական ինքնության անբաժան մաս է։ Թնջուկը դեռ հանգուցալուծված չէ, բայց մեր զրուցակիցն ասաց, համեմատաբար դադարի փուլ է։ Գովերու բարձի հետ կապված դատական գործընթացներ կան, հարցը դատարաններում է։ Այնպես որ քետնի վրա բավականին գայուն իրավիճակ է, հարցակումներ չկան, ճնշումներ չկան, Փառք Աստծո, հələ որ գայուն է։ Ուրիշ զարգացումներ այս պահին չկան։ Մենակ սեպտեմբերին նշված է առաջին նիստն է, դատական հայցը, որ ներկայացուցած է համայնքը, առաջին նիստը որոշվել է սեպտեմբերին։ Մինչ այդ մենք շարունակում ենք աշխատել, դիվանագիտական ճնշում գործադրել ու բոլոր այլ մեխանիզմներ օգտագործել,
որովհետեւ հաջողեցնենք։ Ներողություն կխնդրեն հայերից, թե տեղից լարված մթնոլորտն ավելի կխորանա։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, պարզ կլինի առաջիկա օրերին, երբ ստանան իրենց գրության պաշտոնական արձագանքը։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։ Մեծ հաղթանակին նվիրված միջազգային համաժողով է անցկացվել Մինսկում։ Քննարկվել են ժամանակակից աշխարհում նեոնացիստական գաղափարախոսության, էսկալացիայի սպառնալիքները եւ հակազդեցության ուղիները։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն իր ելույթում ներկայացրել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրերը մեծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին ընթരാճ։ Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ բանաձև ուղղված միջազգային հանրությանը։ Միասնության գաղափարախոսությունը որպես մեծ հաղթանակի հիմք, անցյալի փորձը եւ ներկայի հրամայականները։ Մինսկում մեկ հարկի տակ են հավաքվել տասնյակ երկրների ներկայացուցիչներ, որոնք մեծ հայրենականում հաղթանակի հիշողության պահպանման համատեքստում քննարկում են ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը։ Բելարուսի այս նախաձեռնությունը համախմբել է խորհրդարանականների, գիտնականների, փորձագետների, լրագրողների, հոգևորականների եւ դիվանագետների։ Համաժողովի շրջանակում ընթանում են պանելային քննարկումներ տարբեր թեմաներով։ Բանախոսները ներկայացնում են մեծ հաղթանակի նշանակությունը այն ժողովուրդների համար, որոնք կռվել են ֆաշիզմի դեմ, ինչպես նաև նեոնացիստական գաղափարախոսությունն աշխարհում, դրա պատճառները, սպառնալիքները եւ հակազդման ուղիները։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի խոսքով պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք մեր պապերի հերոսության հիշողությունը եւ միայն միասնական ջանքերով է հնարավոր հակազդել չարիքին։ Позвольте процитировать отрывок из февральского обращения Гагика Николаевича Ծառուկյանը։ Թույլ տվեք մեջբերել Գագիկ Ծառուկյանի փետրվարյան ուղերձից մեկ հատված։ Մենք իրավունք չունենք մոռանալ մեր ընդհանուր հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ եւ պետք է անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի մեծ հաղթանակի հիշողությունը բոլոր ժամանակներում լինի մեր ժողովուրդների սրտերում եւ հոգիներում։ Այս համատեքստում Արման Աբովյանը ներկայացրել է այն լայնածավալ ծրագրերը, որոնք Հայաստանում իրականացվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մեծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին ընթരാճ։ Գագիկ Ծառուկյանի ուղիղ հանձնարարությամբ այս տարվա փետրվարից մինչև այսօր Կենտրոն հեռուստաընկերության եթերում թողարկվել է 30 սերիայից բաղկացած հաղթանակի ժամանակը հեռուստանախագիծը հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Օգտվելով առիթից թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելարուսական STV հեռուստաալիքին տրամադրած նյութերի եւ Բելարուսի տարածքում նկարանումներ կազմակերպելու անգնահատելի օգնության համար։ Երևանում բացվել է Մարշալ Բաղրամյանի անվան թանգարան։ Բացմանը ներկա էր նաեւ Մարշալի թոռը։ Այստեղ լավ հիշեցրին, որ Բաղրամյանի հրամանատարությամբ խորհրդային զորքերը Բագրատիոն գործողության ընթացքում մասնակցել են Բելարուսի ազատագրմանը ֆաշիստական օկուպացիայից։ Հայաստանում դա լավ են հիշում։ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի հովանավորությամբ անցկացվել է հաղթանակը մեր արխիվներում մրցույթը։ Դրամաշնորհներ են հատկացվել հաղթանակին նվիրված միջոցառումների անցկացման համար։ Գիտեք, որ կոնյակը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, եւ Նոյ կոնյակի գործարանում թողարկվել է սահմանափակ քանակով 1945 թվականի բերքից ստացված հոբելյանական կոնյակ հաղթանակի 80-ամյակը անունով։ Համաժողովի արդյունքներով ընդունվել է բանաձև, որի հիմքում ժողովուրդների ինքնիշխանության, հավասար իրավունքների գաղափարն է, միջազգային հարաբերություններում արդարությունը եւ պատմական հիշողության պահպանումը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Այսօր տարվա այն օրն է, երբ երկրի բոլոր թանգարաններն անվճար բացել են դռները այցելուների առաջ։ Թանգարաններից շատերը որոշել են չսպասել մութն ընկնելուն եւ այցելուներին ընդունում են ժամը 11-ից մինչեւ կեսգիշեր։ Թանգարանների գիշերը ուժի մեջ կլինի մինչեւ կիրակի երեկոյան 6-ը։ Ինչ է առաջարկվում այցելուներին եւ ուր գնալ այս ուիկենդին։ Սևակ Վարդումյանի ռեպորտաժը։ Հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններ, երաժշտական մաս, ընթերցումներ, ինտերակտիվ խաղեր ու հերթեր, մինչև ուշ երեկո, մեկ բառով թանգարանային գիշեր։ Այս տարի միջազգային իրադարձությանը միացել է Հայաստանի մշակութային ավելի քան 100 հաստատություն, համաեվրոպական միջոցառման հայրենիքը Ֆրանսիան է։ Հայաստանը թանգարանների մեծ ընտանիքին միացել է հիմնադրման օրից 2005-ից։ Կարեն Դեմիրճյան հիմնադրամի տնօրենը պատկառանքով է մոտենում թանգարանում ժամանակավոր հյուրընկալված համազգեստին։ Թամարա Սիրունյանի պապի զինվորական շինելն է, այստեղ է բերվել Մայր Հայաստան ռազմական թանգարանից։
Հայաստանի ազգային հերոսի թանգարանում այս օրերին կարելի է տեսնել հայրենական պատերազմի հերոսների ֆրոնտից ուղարկած նամակներ, լուսանկարներ, այդ օրերի մամուլի հրապարակումներ, անձնական ու այլ իրեր։ Տեղադրված են 50-ից ավելի էքսպոնատներ, լուսանկարների տեսքով, մարկաների տեսքով, փաստաթղթերի, նամակների եւ այլն։ Կոմիտասի նոտաներով համաժողովրդական երգ դարձած Թումանյանի կաքավիկը կատարում են Արմավիրի 6-րդ դպրոցի աշակերտները։ Եկել են տեսնելու ամենայն հայոց բանաստեղծի կոշիկը, կոստյումը, խալաթը, գլխարկը։ Հովանես Թումանյանի հագուստը պահոցի ցուցասրահ է բերվել թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում։ Թումանյանը չնայած տանը եւ սովորույթների մեջ ինքը արևելցի է, բայց հագու կապով եվրոպացի է։ Եվ շորերի շատ ու շատ բաներ եվրոպական արտադրության են։ Կոշիկները ամերիկյան են եւ այդ կոշիկները նշանավոր են նաեւ նրանով, որ Թիֆլիսում Կարապետ Գաֆյանը խաղացել է Համլետ, հենց այս կոշիկներն է հագել։ Էսթետ, թե տանը, թե դրսում Թումանյանի տնային հագուստը անգամ պետք է լիներ հարդարված ու ներկայանալի։ Խալաթների հավաքածու ուներ, ամառային ու ձմեռային։ Պարսկական այս խալաթը հագել է կյանքի վերջին տարիներին։ Կինը Օլգա Թումանյանը թանգարանին է նվիրել 1952-ին։ Մարդը ինչպեսին կա, այնպես էլ նրա խոսքն է եւ արտապատկերում է իր ներսը իր խոսքի մեջ։ Եվ տեսեք գրական ժառանգությունը, որ փոխանցվել է, ինչքան ներդաշնակ է, ինչքան անզգյուտ է, ինչքան եզակի է եւ ժամանակից առաջ ընկնող։ Երեխաների սիրելի հեքիաթասացը այս օրերին կխոսի նաև Արցախի բարբառով։ Արցախի բարբառը կորստի վտանգի տակ է եւ երեխաները ինչքան մեծանան գրեթե բան չի մնա բարբառից եւ որոշեցինք անիմացիաների շարք պատրաստել 5 անիմացիաներ հասանելի են, բայց Թումանյանը մշակել է 22 հեքիաթ գրել եւ մշակել։ Մենք այդ 22-ը ուզում ենք անիմացնել։ Հրանտ Մաթևոսյան կենտրոնում ներկայացված է Թումանյանի թանգարանի հարուստ ֆոնդի չնչին մասը միայն, բայց հանճարեղ լոռեցիները նույն հարկի տակ ներկայանում են անխռով եւ առանց մեկը մյուսին խանգարելու։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանի կենտրոն վարչական շրջան 11-ից 17:00 Ամիրյան փողոց 11-13 շենքեր, Կողբացի փողոց 3 շենքեր, Մաշտոցի պողոտա 18 շենք եւ հարակից ոչ բնակելի բաժանորդներ, Աբովյան փողոց 30, 32, 34, 34A, 36 շենքեր, Մոսկովյան փողոց 7-9 շենքեր, Սայաթնովայի նրբանցք 76-ից 84 առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարյան փողոց 22 շենք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հայփոստ միակողմանի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ռուսթավելու փողոց 1-ից 59 առանձնատներ, Ֆրիկի փողոց 1-ից 15 առանձնատներ, Թափառաշրջիկների փողոց 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովանեսի փողոց 1-ից 9 առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան 10-ից 16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նժդեհի փողոց 27-1, 27-2 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 17:00 Արագածի փողոց 93-93-ի շենքեր, Արագածի, Խարիբջանյան, Կողբի փողոցների առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական շրջան 10-ից 16:00 Նազարբեկյան փողոց 14-15 շենքեր եւ թիվ 27 դպրոց, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան 10-ից 16:00 Կուրղինյան փողոց եւ Կուրղինյան նրբացք 4-5 շենքեր, Երևանի Էրեբունի վարչական շրջան 10-ից 16:00 Գաջեգործների փողոցի առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նուբարաշեն, Դավիթբեկի փողոցների առանձնատներ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Արարատի մարզ 10-ից 13:30 Ազատավան գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 12:00 Նոր Խարբերդ գյուղ Մարմարաշեն գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10-ից 13:00 Եղեգնավան գյուղ Փոքր Վեդի գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վեդի քաղաք, Թիմ Տելեկոմ, Viva Armenia Յուքոմ ընկերություն
հաստատություններ, հեռուստակայան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 11-ից 15:00, Ազատավան, Արբաթ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Փարաքար, Խաչփար, Թայիրով, Ղուկասավան գյուղեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 12:00-ից 14:00, Արտաշատ քաղաք, Մարքսի, Աճարյան, Աբազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Վայոց ձորի մարզ 10:30-ից 12:30, Եղեգնաձոր քաղաք, Ալավերդյան, Զորավար Վարդանի, Մոմիկի, Չալաբյան փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 10:30-ից 13:30, Ջերմուկ քաղաք, Ջերմուկի խճուղի մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Կոտայքի մարզ 10-ից 16:00, Չարենցավան համայնք 7-րդ թաղամաս 1-ից 7 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 10:30-ից 13:30, Պրոշյան գյուղ, Թումանյան եւ Անդրանիկի փողոցներ, Խանջան փողոց մասնակի, Նոր Գեղի գյուղ, Պարուր Սևակի, Բաղրամյան, Թևոսյան, Ախուրյակի, Առողջարանային փողոցներ եւ Արևանյան փողոց մասնակի, Արձնի գյուղ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ փողոցներ մասնակի, Քանաքեռավան գյուղ, 2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 4-րդ, 16-րդ, 18-րդ փողոցներ մասնակի, 11-ից 14:00, Ջրվեժ, Մայակ եւ Բանավան թաղամասեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ 11-ից 16:00, Զովունի գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Զովունի գյուղ 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 38-րդ փողոցներ Ածը, Զորամաս, Այն, Նոր Գեղի գյուղ, Կոյուղի թաղամաս եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Արձանի համայնք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Բյուրեղավան քաղաք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Բյուրեղաշոխ, Golden Flower, Արձանի Express, Վյակ, ALT, Արձանի Group, Լուսիմա, Առողջարան ՍՊԸ-ներ, Արձանի Էսթետիկա վիրաբուժական կենտրոն եւ սպա, Հանգստի գոտի, Պողոսյան եւ Ահարոնյան, Նարեկ 95 ածներ, Սեփականատերեր, Հարությունյան, Նարեկ Արաքելյան, Մանուկյան, Հակոբյան, Կոյուղի, Մանո, Սանատորիա, Խաչմերուկ, Գետաշեն, Սառնարան, Գերեզմաններ եւ Գյուղապետարան թաղամասեր 11-ից 17:00, Աբովյան քաղաք, Սարալանջ թաղամաս, Դորախբյուր գյուղ մասնակի, Առինջ, Դուրյան եւ Տերյան թաղամասեր, Առինջ, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 14-րդ, 26-րդ, 24-րդ փողոցներ, Զագավանքի, Մաշտոցի, Մնացականյան, Հայկ Գասպարյան փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հյուսիսային ավտոկայան, ինչպես նաեւ բնակիչ բաժանորդներ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ 10-ից 16:00, Գեղհովիտ բնակավայր մասնակի, 11-ից 14:00, Շորժա, Արտանիշ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 16:30, Երանոց բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից բոլոր ոչ բնակիչ բաժանորդներ, 13-ից 14:00, Երանոց, Վարդաձոր, Ձորաղ գյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 14-ից 15:00, Ծոլակար, Աստղաձոր բնակավայրերն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշի մարզ 12-ից 16:00, Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի մասնակի եւ Պարզ Լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռու մարզ ժամը 10-ից 12:30, Տաշիր քաղաք, Կիրովի, Երևանյան փողոցներ եւ թաղամաս 1-ին, 2-րդ, 13-ից 15:00, Տաշիր քաղաք, Շիրազի, Գետափնյա փողոցներ եւ թաղամաս 10-րդ, 15:30-ից 17:00, Տաշիր քաղաք, Կիրովի, Երևանյան փողոցներ եւ թաղամաս 14-րդ, ժամը 10-ից 13:00, Ստեփանավան քաղաք, Երիտասարդական փողոց մասնակի, 14-ից 17:00, Ստեփանավան քաղաք, Նանսենի, Գարեգին Նժդեհի եւ Մաքսիմ Օրկու փողոցներ մասնակի, ժամը 11-ից 17, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսախբյուր, Պարնի եւ Ծաղկաբեր գյուղեր, Սյունիքի մարզ ժամը 10-ից 11:30, Գորիս գյուղ, 10-ից 12:00, Խնածաղ գյուղ, Գից հեռուստակայան, 12:00-ից 15:30, Գորիս քաղաք, Մաշտոցի եւ Անկախության փողոցներ, ժամը 14-ից 15, Հարթաշեն գյուղ, Գից օրբիտա ոչ բնակիչ բաժանորդ, Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Լրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին, Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook էջում ու Telegram-ում։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։